Ուրեմն խոսքը այս վերելակի դրան մասին է, դուք ինքներդ տեսնում եք, որ հիմա ես այս պահին չեմ կարողանում դուռը բացել, որովհետև ինքը ունի անվտանգային համակարգ, հատուկ կոդ պիտի ունենաս այս դուռը բացելու համար։ Բայց ինքներդ տեսաք, որ Անդրանիկ Թևանյանը երբ որ մի կերպ համաձայնության գալուց հետո ոտքով շարժվեց այստեղ, քննիչները արդեն բացել էին ԱԱԾ-ի դիմակավորված աշխատակիցները դուռը բացած իրեն էին սպասում։ Այսինքն նախապես իրենք փաստորեն կոդը ունեցել են։ Այդ նույն տարբերակով ես չգիտեմ ոնց, նաև բնակարան էին մուտք գործել, այս շքամուտքն էլ ունի կոդ, այդ կոդն էլ են իրենք ունեցել, ներողություն բարձրացել են եւ ապօրինի կերպով մուտք են գործել բնակարան։ Եւ սա այն վերելակն է, որի վրա մի քանի օր առաջ հարձակում էր տեղի ունեցել։ Այստեղ որ դուք նայեք, նաեւ ոնց որ հետքերը արդեն երևում են, հեսա այստեղ այդ ծեփամածիկ են ասում, ինչ են ասում, այստեղ արդեն թափված է։ Կամերան նայել է, ինչ Տեսախցիկները քննիչները արձանագրել են, գործը հարուցված է, ես մանրամասներին չեմ տիրապետում բնականաբար, որովհետև նախաքննության գաղտնի գոյություն ունի, իրենց ասելով գտել են, ովքեր են, ինչ նպատակով, հա, ես տեղեկություն չունեմ։ Այսինքն իրենք ի վերջո կարողացել են այս դուռը բացել։ Իմ տեղեկություններով, որքանով որ ես գիտեմ, չգիտեմ իրավունք ունեմ դա ասելու թե չէ, չեմ կարող, բայց իմ տեղուցը սխալ եմ, բացել են դուռը եւ թողել գնացել են։ Այսինքն նպատակը դուռը բացելն է եղել։ Կամ ուզեցել են պայմաններ ստեղծեն, որպեսզի հիմա այս մասկի շոուն իրականացնելու շրջանակներում դուռը բաց լինի, խոչընդոտ չլինի, կամ պարզապես այսպես հոգեբանական ճնշում են ուզեցել գործադրել պարոն Թևանյանի նկատմամբ, բայց իրեն հաստատ լավ չեն ճանաչում, որտեղ ինքը այդպիսի բաներից ճնշվող անձնավորություն չէ։ Միայն պարոն Թևանյանին է սպասում։ Այս վերելակը, երբ որ պարոն Թևանյանը գնել է, արդեն իսկ եղել է կառուցված եւ սպասարկում է պարոն Թևանյանի եւ կարծեմ նրանց վերևի հարևանի բնակարանները։ Դուք կարծում եք, որ երկու հոգի որ հիմա ձերբակալված են այս կարծեմ ներխուժման փոստերից դրա մեղադրանքով։ Կարծում եք, որ այդ երկու հոգին այդ տվյալները կարող են փոխանցել այսօրվա իրավապահներին, որ արդեն բացել էին դուրը։ Ես ընդամենը կարող եմ ողջամիտ կասկածներ ունենալ, հաշվի առնելով նաև այս իշխանությունների ու նրանց կամակատար իրավապահների գործելավոճը։ Այն ընթացքում երբ գրասենյակը խոզարկում էին, տեղեկություն տարածվեց, որ արդեն տուններ են խոզարկում։ Այդ տեղեկությունը ճիշտ է, ինչպես էին կարողացել տուն մտնել։ Այդ տեղեկությունը մենք էլ ենք ստացել, մանրամասներին չեմ տիրապետում, որտեղ ձեզ հետ հավասար ես գտնվում էի։ Որ եկաք դուռը բացել արդեն թե Մենք երբ որ եկանք, լրագրողների ներկայությամբ ենք եկել ուղիղ եթերում, դուռը հերիք չի բացել, մի հատ էլ քննիչներն ու այդ ԱԱԾ աշխատակիցները ներսում կանգնած սպասում են։ Ավելին, այդ ընթացքում նաև փաստորեն իրենք բնակարան են ներխուժել, որովհետև մինչև մենք այստեղով Անդրանիկ Թևանյանի հետ ոտքով բարձրացանք իրենց բնակարան, ով հրաշք մեզ դուռը բացեցին ոչ թե ընտանիքի անդամները, այլ քննիչները։ Ու ես չգիտեմ ներսում ընտանիքի անդամ կար թե չկար, բայց քննիչները մեզ դիմավորեցին։ Ինքը ասաց, որ ընտանիքը, այո, տանը չի եղել, դասի են եղել եւ այլն իրենց գործերով, թե քննիչները ոնց են մարդու բնակարանում հայտնվում, ինչ իրավունքով, ինչ թույլտվությամբ, դե այդ արդեն դուք ինքներդ մտածեք, մենք ժողովրդավարության բաստիոնում ենք։ Ես փաստորեն հետո իմացա, որ պայմանավորվածության էին եկել, որ առանց իր ներկայության այդ խոզարկությունը, քննչական գործողությունները տեղի չունենան, բայց փաստորեն տեսանք, որ իրենք պայմանավորվածություն պահելու ընդունակ չեն։ Գաղտնի քննչական գործողությունները ենթադրում են, որ պետք է քրեական վարույթը հարուցելուց հետո անմիջապես սկսեն ու կարծես թե իրականացվում է, հա, այդ գործողությունները։ Առնվազն այս ընթացքում ինչ կարևոր փաստաթղթեր են ձեռք բերել քննիչները, որովհետև գրասենյակից դուրս գալիս մենք նկատեցինք, որ տեղափոխվում են համակարգչի հետ կապված սարքավորումներ, կրիչներ եւ նաեւ մի փաստաթուղթ, հա, փակված էր ծրարի մեջ։ Ինչ փաստաթուղթ էր դա։ Ես իհարկե չգիտեմ իրենք ինչ են արգրավել, բայց ես առավել քան վստահ եմ, որ որևէ հակաօրինական բան հայտնաբերած չեն կարող լինել։ Այնտեղ միայն կարող է լինել Անդրանիկ Թևանյանի վերլուծական հոդվածները եւ մեր կուսակցության գործունեությանը առնչվող օրինականության շրջանակներում, սա էլ շեշտ է մեր քննիչների համար, այդ փաստաթղթերը ուրիշ բան իրենք պարզապես չեն կարող հայտնաբերել, որովհետև որևէ հանցագործություն, որևէ անօրինական բան տեղի ունենալ պարզապես չի կարող։ Իսկ կուսակցության ծախսերը ինչպես են հոգում, պարոն Թևանյան։ Դրանք պաշտոնապես հրապարակվում են, եթե ավելի մանրամասն եք դուք ուզում իմանալ, ես մեր փաստաբաններին կխնդրեմ իրենց հետ հանդիպեք, խոսեք, արդեն ձեզ տեղյակ կպահեն։
Իսկ այս ընթացքում պարոն Ծառուկյանն է քարոզարշավի համար ֆինանսավորում, թե բոլոր երեք Այդ մանրամ ֆինանսական հարցերին ես չեմ պատասխանում, որովհետև լիազորված չեմ պատասխանելու։ Դուք հիմա ինձ այնպիսի հարցեր եք տալիս, որոնք ես չեմ կարող ուղղակի նաև տեղեկատվության բացակայություն կա։ Եթե Անդրանիկ Թևանյանը չմտներ քաղաքական գործունեության մեջ եւ առնվազն դաշինք չկազմեր Ծառուկյանի հետ եւ ընտրություններին չմասնակցեր, այսպիսի գործողություններ կսկսվեին։ Անդրանիկ Թևանյանը շատ վաղուց է քաղաքականության մեջ։ Իրականում քաղաքականության մեջ մենք բոլորս, ոչ միայն Անդրանիկ Թևանյանը, լավ ուրիշ չի, հա, որ մտել ենք։ Ես էլ ձեզ նման նախկինում լրագրող, լավ ուրիշ չէր, որ որոշում կայացրեցի մի օր քաղաքականությամբ զբաղվեմ, որովհետև հասկացա, որ արդեն իմ գործունեությամբ լիարժեք չեմ կարողանում իրականացնել այն նպատակները, որոնք ավելի նպաստ կբերեին մեր հայրենիքին եւ մեր հանրությանը։ 18 թվականին ոգևորություն կար, 18 թվականին բոլորի մոտ ոգևորություն կար, հայ հասարակության մեծամասնության մոտ ոգևորություն կար, որովհետև ժողովուրդը արդարացիորեն պահանջում էր փոփոխություններ, իրոք հոգնել էին ամեն ինչից, իրոք շատ անարդարություններ կային, մարդիկ լավ բան էին ուզում որ լինի, ոչ թե այն ինչ եղավ հետո, մարդիկ չէին ուզում Նիկոլ Փաշինյան, ավերածություններ, պատերազմներ, պարտություններ, այնպես որ մեր հասարակության այդ տրամադրությունները պետք չի շահարկել, չարաշահել ու միջև այս րոպեն էլ Նիկոլ Փաշինյանը խաղում է մարդկանց արդար ազնիվ զգացողությունների վրա ու փորձում է եւս մեկ անգամ իր այդ կեղտոտ եւ ճղճի միջոցներով վերարտադրվել, բայց ես վստահ եմ, որ իրեն դա չի հաջողվի։